2025 թվականը Վաշինգտոնի հռչակագրով արձանագրել է TRIP նախագծի իրագործումը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար, եւ թույլ տվեք այսօր առավել եւս արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։ Պիտի ուրախությամբ արձանագրեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած խաղաղության գործարքը, ինչը խաղաղության խաչմերուկ նախագիծը դարձնում է առավել քան արդիական եւ իհարկե TRIP նախագծի շրջանակներում ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի կարևորագույն նրբություններից մեկը այն էր, որ բացվում են ոչ միայն հաղորդակցության ուղիները արևելքից դեպի արևմուտք, այլև հյուսիսից դեպի հարավ կամ հակառակ ուղղությամբ եւ պիտի արձանագրեմ, որ այս գործընթացը TRIP նախագիծը միանշանակ եւ աներկբա բացելու է նաեւ Պարսից ծոց Սև ծով հաղորդակցության ուղիները, ներառյալ նաեւ արդեն նրա մասին էլ բազմիցս խոսել ենք միջերկրական ծովի եւ Կասպից ծովի միջև հաղորդակցության ուղիները, որը ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է խաղաղության եւ տնտեսության խաչմերուկ։ Այս առումով ուզում եմ ասել, որ նաեւ 2025 թվականին մեր կայացրած որոշումները արդեն գործնական արդյունք են տալիս Հայաստանի Հանրապետությունում եւ ընդամենը այս դահլիճում հիշում եք այդ քննարկումները, հարգելի գործընկերներ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված 3 մտադրությունների հուշագրի մասին, այս դահլիճում շատ մեծ քննարկումներ են այդ մասին, թե այդ մտադրությունների հուշագիրը ում վրա ինչ պարտավորություն ա դնում, դա ինչ ա նշանակում, ինչ ազդեցություն ա ունենալու, դա ընդամենը թղթի կտոր ա, բայց ուզում եմ էլի այս տեմպը գործողությունների եւ զարգացումների մենք արձանագրենք, որովհետեւ մեծ է հավանականությունը եւ թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր կյանքի տեմպն է ընդհանրապես փոխվելու եւ մեր զարգացումների տեմպն է փոխվելու։ Եվ 2026 թվականի օգոստոսի 8-ին կնքվում է Վաշինգտոնում նախագահ Տրամփի եւ իմ միջև արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին մտադրությունների հուշագիր, որ լայնորեն քննադատվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ընդդիմության կողմից որպես որևէ բան չնշանակող եւ ոչ մի առավելություն չտվող թուղթ, եւ անցել է ընդամենը 10 ամիս եւ Երևանի պետական համալսարանում մենք ունենք արհեստական բանականության կենտրոն եւ սուպեր համակարգիչ, մենք Գագարին բնակավայրում ունենք արհեստական բանականության գործարան եւ մենք արդեն իսկ նշանակված է նաեւ հունիսին կարող է հուլիսին, որովհետեւ իմ օրակարգում արդեն դրված է եւ նաեւ Հրազդանում մենք ունենալու ենք արհեստական բանականության երկրորդ գործարանը, որը իր պոտենցիալով ունի $5 միլիարդ ներդրումային պոտենցիալ ունի